Առաջին քրիստոնյաների ճանապարհը ծանր էր ու դաժան։ Մի քանի դար շարունակ Քրիստոսի հետևորդները հալածվում էին ամբողջ հռոմեական կայսրությունը։ Լուսավորիչ առաջին քրիստոնյա պետություն ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին Մոսկվա կինոթատրոնում, ազդարարելով պատմական թեմայով կարևոր կինոնախագծի մեկնարկը մեծ էկրաններին։ Գաղափարից իրականություն ճանապարհը երկար ու բարդ էր, ֆիլմի ստեղծման միտքը 10 տարվա պատմություն ունի։ Ռուսաստանաբնակ մեծ բարերար Արտուր Սողոմոնյանի հետ հանդիպել ենք, այստեղ էս կողքի կաֆեներից մեկում, սրճարաններից մեկում նստած զրուցում ենք, սուրճ ենք խմում եւ քննարկում ենք մեր աշխատանքները, որովհետև նոր վերջացրել ենք 5 ֆիլմ մարշալների մասին, հայ մարշալների մասին եւ առաջարկություն եղավ հենց Սողոմոնյանի կողմից քրիստոնեության թեմայով ֆիլմ անել։ Ես էլ ասացի, որ մենք ճիշտ ասած արդեն սցենար նույնիսկ ունենք։ 4-րդ դարում հիմնադրվեց Գեղարդավանքը։ Գեղարվեստական վավերագրական ֆիլմում ներկայացված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոնի ընդունման պատմությունը։ Երկու ֆիլմից է ինքը բաղկացած, մեկը փոքր ֆիլմ է, մեկը հիմնական ֆիլմն է։ Առաջինը կոչվում է Փրկիչ, նա Աբգար թագավորի եւ Փրկիչ Քրիստոսի պատմությունն է, երևի լսել եք, երևի գիտեք այդ պատմությունը։ Եվ երկրորդը հենց զուտ Գրիգոր Լուսավորչի պատմությունն է, ոնց է արդեն մկրտվել Հայաստան։ Միևնույն ժամանակ Սուրբ Երկրում Հիսուսն Աստծո խոսքներ քարոզում։ Նրա հրաշագործությունների շնորհիվ կույրերը տեսնում էին, մեռելները հարություն առնում, իսկ բորոտները բուժվում մեկ հպումով։ Եռալեզու ֆիլմը գերնպատակ ունի ցույց տալ աշխարհին, որ Հայաստանն է առաջին քրիստոնյա պետությունը։ Նպատակը այն է, որ Հայաստանից դուրս ներկայացնենք այս ֆիլմը, որպեսզի ճանաչեն, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, որտեղ եթե կա այդպիսի խնդիր, եթե հարցում անցկացնենք նույն Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայում, եթե 10-ից մեկը իմանա, որ Հայաստանը դա քրիստոնյա երկիր է, առավել ևս որ առաջին քրիստոնյա պետությունը, դա լավ արդյունք կլինի, էլի։ Ֆիլմը ստեղծողների համար ամենալուրջ մարտահրավերը թերևս պատմական ճիշտ մթնոլորտը ստանալն էր, ասում են Հայաստանում պատմական ֆիլմ նկարահանելու համար ռեսուրսները սուղ են։ Երկար աշխատանք ենք տարել, որ կարողանանք կոստյումները կարել, որ ամբողջ ինչ որ կտեսնեք մեր սարքածները, համ կոստյումները, համ ռեկվիզիտը, ամեն ինչը։ Դերասանների համար սա պատմական ֆիլմում նկարահանվելու հիանալի փորձառություն էր, տպավորություններն աննկարագրելի են, անհամբերությամբ սպասում են պրեմիերային։ Բոլոր դերերն էլ պատասխանատու են, որովհետև մենք պատմություն ենք ցույց տալի ներկայացնում մեր Հայաստանի։ Ես ներկայացնում դեռ մինչ քրիստոնեական ժամանակաշրջանը։ Ֆիլմը իրոք շատ կարևոր է, այն ինչ որ մենք ներկայացնում ենք ազգին, որ ազգը իր արժեքները պահի, պահպանի, իր հայ լինելը, իր սրբությունը։ Գրիգորին տանջում են կասկածներն ու ծանր մտքերը։ Սամվել Թոփալյանը գլխավոր դերում է, լուսավորիչ կերտելը պատասխանատու ու պարտավորեցնող է, ասում է դերասանը, բայց փորձել է արդարացնել հույսերը։ Ես ճիշտ ասած խուսափում եմ ֆիլմի մասին որևիցե բան ասելու ցանկացած իմ աշխատանքի, որտեղ մինչև չտեսնենք, մինչև հանդիսատեսը իր գնահատականը չտա, ոչ մի բան չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ լավ աշխատանք պիտի լինի, որտեղ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված, մեծ պատասխանատվությամբ։ Դավիթ Հարությունյանը պարտնյոր ֆիլմի հետ արդեն երկրորդ անգամն է համագործակցում։ Նկարահանման հրավերը սիրով է ընդունել։ Տրդատ արքայի կերպարն է մարմնավորում։ Դերասանի համար նման ֆիլմում նկարահանվելը պատիվ է։ Գրեթե գեղարվեստական ֆիլմ է սա։ Ու դժվար է առանց տեքստի խաղալ, դժվար է փոխանցել ինչ որ կոնկրետ խնդիրներ, հա, արտահայտչաձևերով։ Ես ինքս ռեժիսոր եմ, ավելի շատ այս վերջի շրջանում էկրանային փորձ եմ ձեռք բերել։ Հիմա չգիտեմ ինչ է լինելու, ես շատ անհանգիստ եմ։ Ֆիլմի հաջողության գրավականներից է երաժշտությունը, այս դժվարին գործը կոմպոզիտոր Սարգիս Ադամյանին է վստահվել։ Բավականին մեծ աշխատանք է տարված երաժշտության հետ կապված, մի քանի ամիս աշխատանքներ ամբողջ ֆիլմի երաժշտությունը ստեղծվեց, մենք ունենք մոտավորապես 47 տրեք, այնտեղ ժամանակակից էպիկ, էթնիկ եւ այսպես սիմֆոնիկ ոճ է ֆիլմի երաժշտությունը։ Օգտվել է Գոմիդաս, մենք այսինքն եւ եկեղեցական շարականներից ժամանակակից ձևով ներկայացվել է։
հսկա աշխատանք է տարված երաժշտության հետ կապված։ Անցել էր 13 տարի։ Թվում էր Գրիգորին մոռացել։ Ապրիլի 2-ից լուսավորիչ առաջին քրիստոնյա պետություն ֆիլմը կարելի է դիտել Հայաստանի կինոթատրոններում։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։